Ողջույն սիրելի ընկերներ, քննարկենք Վերնիկե-Կորսակովի համախտանիշը, որը առաջանում է թիամինի անբավարարության հետևանքով։ Համախտանիշը բաղկացած է երկու փուլից՝ սուր Վերնիկեի էնցեֆալոպաթիայից և քրոնիկ Կորսակովի համախտանիշից։ Վերնիկեի էնցեֆալոպաթիան թիամինի պակասուրդից առաջացող բերի-բերի հիվանդության գլխուղեղային դրսևորումներից է և պահանջում է անհապաղ բուժում ծանր հիվանդությունից խուսափելու համար։ Եթե բուժումը ուշանում է, ապա նյարդային բջիջները սկսում են մահանալ և վիճակը բարդանում է Կորսակովի համախտանիշով։ Սա արդեն քրոնիկ նյարդաբանական վիճակ է, որի ժամանակ հիշողության կորուստը հաճախ դառնում է մշտական և անդառնալի։ Եթե հակիրճ նկարագրենք, ապա թիամինի պակաս, որի հետևանքով Վերնիկեի էնցեֆալոպաթիա, որի հետևանքով չբուժվելու դեպքում Կորսակովի համախտանիշ։ Համախտանիշի առանձնահատկությունները հասկանալու համար եկեք հասկանանք պաթոֆիզիոլոգիական մեխանիզմը։ Թիամինը Կրեբսի ցիկլի մի քանի ֆերմենտների համար կարևոր կոֆակտոր է։ Օրգանիզմ ներմուծված վիտամին B1-ից սինթեզվում է ակտիվ ձևը՝ թիամին պիրոֆոսֆատը, որը պիրուվատ դեհիդրոգենազի կոֆակտորն է։ Ինչպես գիտենք կամ արդեն կիմանանք, գլյուկոզից ստացված պիրուվատը պիրուվատ դեհիդրոգենազի միջոցով վերածվում է ացետիլ կոէնզիմ A-ի, որը մտնում է Կրեբսի ցիկլ։ Հետևաբար, եթե վիտամինը լինի անբավարար, այս ամենը տեղի չի ունենա և AF-ի սինթեզը կխաթարվի։ Երբ մենք շատ գլյուկոզ ենք ընդունում, նյութափոխանակությունն արագանում է և բջիջներին ավելի շատ թիամին է անհրաժեշտ լինում վառելիքը մշակելու համար։ Հետևաբար տրամաբանական է, որ թիամինի պակասն առաջինը հարվածում է այն բջիջներին, որտեղ բարձր է գլյուկոզի պահանջարկը, այսինքն նյարդային համակարգին, քանի որ նյարդային հյուսվածքի էներգետիկ կարիքների համար սիրելի և գրեթե բացառիկ աղբյուրը գլյուկոզն է։ Հատկանշական է նաև, որ Վերնիկե-Կորսակովի համախտանիշն առավել հաճախ է հանդիպում ալկոհոլիկների շրջանում։ Ալկոհոլը թիամինի անբավարարություն է առաջացնում հետևյալ մեխանիզմներով։ Առաջինը սխալ սննդակարգ։ Ալկոհոլից կախվածություն ունեցող անձինք հաճախ ունում են վատ սննդային սովորություններ, ինչը նվազեցնում է վիտամինի մուտքը օրգանիզմ։ Երկրորդ, ալկոհոլը վնասում է աղիքների լորձաթաղանթը, խաթարելով վիտամինի ներծծումը։ Երրորդ, լյարդի ալկոհոլային ցիրոզով պայմանավորված լյարդում թիամինի պաշարների կուտակման նվազում։ Տեղին կլինի հիշել, որ ալկոհոլի չարաշահումը ուղղակի տոքսիկ ազդեցություն է թողնում նեյրոնների վրա, և իհարկե լրացուցիչ վնասում կարող է առաջանալ կրկնվող ալկոհոլային ինտոքսիկացիաների և հանման համախտանիշների հերթափոխից։ Այժմ դիտարկենք այս երկու համախտանիշների կլինիկական առանձնահատկությունները։ Պայմանավորված նյարդային համակարգի վնասումով Վերնիկեի էնցեֆալոպաթիան բնութագրվում է դասական եռյակով։ Առաջին՝ ատաքսիա, շարժումների կոորդինացիայի, քայլվածքի խանգարումներ։ Ուղեղիկը պատասխանատու է հավասարակշռության և շարժումների կոորդինացիայի համար, և երբ վերջինիս բջիջները քաղցած են մնում էներգիայի տեսանկյունից, չեն կարողանում ճիշտ կառավարել քայլվածքը և առաջանում է ատաքսիա, որը դրսևորվում է լայն բացված քայլերով։ Երկրորդ, ուղեղաբնում գտնվում են երրորդ, չորրորդ, վեցերորդ գանգուղեղային նյարդերի կորիզները, որոնք կառավարում են աչքի մկանները, և դրանց վնասման պատճառով աչքի մկանները թուլանում են կամ սկսում են անկանոն աշխատել, ու ի հայտ է գալիս աչքերի ակամա ռիթմիկ տատանողական շարժում՝ նիստագմ, որը տարածված աչքի ախտանիշ է և ի հայտ է գալիս հայացքը դեպի աջ կամ ձախ թեքելիս։ Երրորդ, ամենատարածված առանձնահատկությունը էնցեֆալոպաթիան է, որը առաջանում է, երբ վնասվում են ցանցանման գոյացությունը և թալամուսի միջային կորիզները, որոնք պատասխանատու են ուղեղի կեղևի տոնուսի և արթունության պահպանման համար։ Բնութագրվում է շփոթվածությամբ, խորը ապակողմնորոշմամբ, անտարբերությամբ և անուշադրությամբ։ Անցնենք Կորսակովի համախտանիշին, որի բնութագրիչներն են փսիխոզը, որն առաջանում է ուղեղի ճակատային բրդերի և տեսաթմբի միջև կապերի խզման հետևանքով կամ հայերեն ասած ֆրոնտոթալամիկ ուղիների դեգեներացիայի պատճառով։ Ամնեզիա։ Այստեղ պետք է հասկանանք ֆիքսացիոն ամնեզիա, այսինքն ընթացիկ իրադարձությունները հիշելու անկարողություն, քանի որ պտկաձև մարմինների և թալամուսի մեդիադորսալ կորիզների վնասման հետևանքով տեղեկատվությունը կարճաժամկետ հիշողությունից չի փոխանցվում երկարատև հիշողության, հիվանդը չի կարող հիշել, թե ինչ է տեղի ունեցել րոպեներ կամ ժամեր առաջ, ինչ է նախաճաշել կամ ում հետ է հենց նոր խոսել։ Այնուամենայնիվ, անցյալի հին հիշողությունները հաճախ մնում են անփոփոխ։ Եվ ամնեստիկ ապակողմնորոշում։ Հիպոկամպի վնասման հետևանքով հիվանդը կորչում է ժամանակի և տարածության մեջ, չգիտի, թե որ տարին է, շաբաթվա որ օրն է կամ որտեղ է գտնվում, բայց կարող է հստակ հիշել իր կենցաղային կամ մասնագիտական հմտությունները։ Հաջորդը կոնֆաբուլյացիա
երբ հիվանդները հաճախ հորինում են պատմություններ։ Քանի որ ուղեղի ճակատային հատվածները չեն կարողանում վերահսկել և զտել տեղեկատվության հավաստիությունը, իսկ հիշողության մեջ հսկայական բացեր կան, ուղեղը ավտոմատ հորինում է պատմություններ այդ դատարկությունը լրացնելու համար։ Հիվանդը չի ստում դիտավորյալ և անկեղծորեն հավատում է իր հորինած կեղծ հիշողություններին։ Սա հիշողության կորստի, ամնեզիայի և ճակատային բլթերի դիսֆունկցիայի (փսիխոզի) համատեղման արդյունք է։ Ինչպես նաև կեղծ հիշողություններ (պսևդոռեմինիսցենցիա), երբ մարդը իրական հիշողությունները անցյալից տեղափոխում է ներկային մոտ ժամանակներ, օրինակ մի քանի տարի առաջվա եղածը մտածում է, թե տեղի է ունեցել 1 ժամ առաջ։ Ախտանիշները հեշտ հիշելու համար կարող ենք մտապահել Սնոուփեք հապավումը։ S. Stride քայլվածքի խանգարում կամ ատաքսիա։ N. Նիստագմուս նիստագմ և աչքի այլ ֆունկցիաների խանգարումներ։ O. Oblivious էնցեֆալոպաթիա։ P. Psychosis նյարդահոգեբանական խանգարումներ։ A. Ամնեզիա հիշողության կորուստ։ C. Confabulation կոնֆաբուլյացիա։ Անցնենք բուժմանը։ Բուժման որոշումը սովորաբար հիմնվում է կլինիկական պատկերի վրա, քանի որ լաբորատոր արդյունքը չի փոխում բուժման տակտիկան։ Եթե կա թիամինի անբավարարության բարձր ռիսկ, օրինակ քրոնիկ ալկոհոլիզմի դեպքում, ապա տրամաբանական է, որ պետք է պայքարել ալկոհոլիզմի դեմ, նաև նշանակել վիտամին B1։ Եթե կասկածվում է կամ հաստատված է Վերնիկեի էնցեֆալոպաթիա, անհրաժեշտ է ավելի ագրեսիվ բուժում։ Այս պարագայում թիամինի ներարկումը կարող է զգալիորեն բարելավել վիճակը, սակայն առանց բուժման կարող է բարդանալ Կորսակովի համախտանիշով։ Ընկերներ, շատ կարևոր է հիշելը, որ թիամինը միշտ պետք է տրվի նախքան գլյուկոզի կամ գլյուկոզային լուծույթների ներմուծումը, քանի որ թիամինի պակասի դեպքում ուղեղի բջիջները արդեն իսկ էներգետիկ սովի մեջ են լինում, և եթե այդպիսի մարդուն հանկարծ ներերակային մեծ քանակով գլյուկոզ է տրվում, օրգանիզմը սկսում է արագ օգտագործել քիչ մնացած թիամինը գլյուկոզը քայքայելու համար, և արդյունքում թիամինի պաշարները լրիվ սպառվում են և ուղեղը վնասվում է ավելի արագ և ավելի է խորանում էնցեֆալոպաթիան։ Այսքանով ամփոփենք թեման և, ինչպես ասում են, չմոռանաք հավանել տեսանյութը և բաժանորդագրվել, իսկ մեկնաբանություններում կարող եք գրել, թե ինչի մասին կցանկանաք, որ լինի հաջորդ տեսանյութը։